Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկլուսի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը, շնորհակալություն պարոն Եղիազարյան։ Զինված խմբի այսօրվա գործողությունները համեմատում են Պավլիկյան շարժման հետ։ Ես խնդրում եմ մի քանի նախադասությամբ հակիրճ հիշեցնեք դա ինչ էր։ Պավլիկյանների հետ այսօրվա Սասնացրերի գործողության համեմատությունը բավական այսպես խնդրահարույց բան է, ինքս կխուսափեի նման համեմատությունից, որովհետև թե մասշտաբը, թե բովանդակությունը, թե ուղղվածությունը այլ էին։ Պավլիկյաններին գիտենք, որ վերագրվում են ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքական ու սոցիալական։ Որ դարներ հիշեցրեք։ 8-9-րդ դարեր, այսինքն ընդհանուր իր ծաղկումը 9-րդ դարի առաջին կեսին է, եւ որ Պավլիկյանները խոշոր ռազմական ուժեր կենտրոնացրեցին, պայքարը հիմնականում բուզանդական արքունիքի դեմ էր, կարողացան զգալի թվով համակիրներ ձեռք բերել, ինչպես բյուզանդական տարածքներում ապսել հայկական եւ ստեղծելով խոշոր ուժեր արշավել դեպի Բյուզանդիայի մայրաքաղաքը, բավական նեղություն պատճառել կայսրությանը, օգտվում էին արաբների բարեհաճությունից, որ արաբներին հաճելի էր եւ արաբների համար օգտակար էր հավելյալ ուժ օգտագործել Բյուզանդիայի դեմ պայքարում, այնպես որ Պավլիկյանները մի քանի տասնամյակ անհանգստացնում էին Բյուզանդիային, բայց ի վերջո նրանց ճնշեցին, բայց նրանց գաղափարները մնացին, հետագայում տարածվեցին նաեւ արևելյան Եվրոպայում։ Հիմա եթե անդրադառնանք այսօրվա գործողությանը Սասնացրերի կողմից, տարբեր որակումներ են տրվում, ապստամբություն, ես ցավով լսել եմ նաև ահաբեկչություն արտահայտությունը նրանց իրականացվածի վերաբերյալ, բոլոր դեպքերում ես կարծում եմ որ համեմատությունները ըստ էության մեծ մասամբ անտեղի են։ Տղաները, որոնք այնտեղ են, պահանջներ դնում են այսպես մեծ նախագահ հրաժարական, եթե չեմ սխալվում, գործողությունը բառի բուն իմաստով ուղղակի քաղաքական է, նրանք ունեն հստակ պահանջներ քաղաքական բնույթի։ Օրինական է թե ոչ։ Ես կուզենայի խուսափել նման պատասխանից, որովհետև օրինական, հակաօրինականի դաշտում խոսելուց պետք է գնանք ուրեմն օրենսդրական դաշտը, փորձել միջազգային իրավունքում, բնական իրավունքում գտնել հիմնավորումներ կամ ուրեմն բացառումներ նման գործելակերպի, դա տարանջատել ահաբեկչական գործողությունների բովանդակությունից եւ այլն եւ այլն։ Միայն կասեմ, որ այս գործողությունը, որ հիմա Երևանում տեղի ունենում, այնտեղ ներսում գտնվում են տղաներ, որոնց պատկերները Ղարաբաղյան պատերազմին ժամանակարված բոլորիս համար սիմվոլիկ նշանակություն ունեն, մեր երիտասարդ սերունդի մեծ մասը հենց այդ նկարներով գիտի Ղարաբաղյան պատերազմը, եւ ցավալի որ այդ տղաները այսօր հայտնվել են այնտեղ ըստ էության իրենց տեսակետից չգտնելով այլ լուծում, որդեգրել են այս ճանապարհը։ Չափանիշներ, հա, հասարակության մեջ չափանիշներ չկան, դա հերոսականություն է, թե հանցագործություն է եւ հասարակությունն էլ բևեռացված է այդ առումով, դուք որպես գիտնական ինչ կասեք։ Ես քանի որ այստեղ խոսքը հարցը նորից ասեք, որովհետեւ մտքերս դեռ նախորդ հարցի կողմն են, եթե կարելի է։ Հա, հասարակության մեջ չկան հստակ չափանիշներ, դա հերոսականություն էր, թե ընդհակառակը հանցագործություն եւ հասարակությունը այս առումով բևեռացված է։ Դուք որպես գիտնական ինչ գնահատական կտաք։ Ես որպես պատմաբան նայելով պատմության ամբողջ ընթացքին կարող եմ ձեր հարցի հետ կապված ասել հետեւյալը։ Խնդիրը այն է, որ եթե հասարակությունը ունի հերոսի սեփական ընկալումը, այդ հասարակության մեջ հերոսի եւ հակահերոսի ընկալումները որպես կանոն ծայրահեղացվում են։ Մեր իրականության մեջ միշտ էլ հնարավոր է եղել Նժդեհի նման հերոսին վերածել Պետրոս Մեծի, իսկ ասենք Վասակին վերածել Հակաքրիստոսի եւ այլն, դա մեր հասարակության կամ արատն է կամ չգիտեմ ինչպես դա բնորոշեմ, բոլոր դեպքերում մեր մոտ այդ խնդրեմը կա։ Հիմա նույն հասարակության մեջ մենք մի զգալի խավ տղաներին, ովքեր Սասնացրեր են կոչվում, համարում են հերոսներ, մի մասն էլ փորձում է նրանց մեջ տեսնել պարզահաբեկիչների, պարզապես պետք է հիշել, որ սա համակրանքների արդյունք է։ Այսինքն կան մարդիկ, ովքեր տրամադրված են ընդդեմ այսօրվա իշխանությունների կամ քաղաքականության, մի մասը պարզ է որ համակիր են եւ կողմ, եւ գնահատականներն էլ համապատասխանաբար պետք է պարզապես խուսափել ծայրահեղություններից եւ փորձ կատարել
ուրեմն լուծումը գտնել այնպես, որ հերոսների եւ հակահերոսների բախման մեջ ժողովուրդը չմտնի եւ այդ ձեր նշած բևեռացումը չհարվածի ժողովրդի միասնականությանը ընդհանրապես։ Իսկ կարելի է արդյոք դեմ լինել նախագահին, դեմ լինել այսօրվա քաղաքականությանը, այսօրվա ռեժիմին, բայց կողմ լինել պայքարի խաղաղ մեթոդներին։ Դե իհարկե կարելի է, եւ կարծես հասարակության մի զգալի հատվածը հենց այդ կողմնորոշումն էլ ունի, եթե չասեմ մեծ մասը, դատելով ուժերի այն հարաբերակցությունից, որ կա այսօր փողոցում, հա, նկատի ունենալով միտինգավորներին, գործողությունը իրականացնողներին եւ նաեւ իշխանության իրականացնողներին, իդեմս ոստիկանության եւ անվտանգության ծառայության, եթե այս հարաբերակցությանը նայում ենք, տեսնում ենք, որ ժողովրդի հիմնական զանգվածը այնտեղ չի։ Միտինգավորները եթե նույնիսկ տասնյակ հազարներ են, ոստիկանությունը մի քանի հազար, ըստ էության ժողովրդի հիմնական զանգվածը մնում է լուծման, եթե նույնիսկ նախագահին են դեմ կամ իշխանությանը կամ քաղաքականությանը, ապա մնում են դարձյալ խաղաղ, ուրեմն փոփոխությունների կողմնակից։ Դա միշտ էլ կարծես այդպես է եղել, եթե չհաշվենք միայն 80-ականների ուրեմն դեպքը, երբ որ ժողովրդի 1/3-ը փողոցում էր 88-ից սկսած։ Էլի խաղաղ գործողությունների կողմից։ Խաղաղ, բայց ժողովրդի մեծ մասը երբ որ հայտնվում է փողոցում, դու հասկանում ես, որ իրոք գործ ունի ժողովրդի հետ, որտեղ երբ որ մենք նայում ենք միջազգային իրավունքի նորմերը, որ ժողովուրդը իրավունք ունի ապաշնոր իշխանությունները փոփոխել, այնտեղ բառապաշարը մի փոքր այլ է, բայց ըստ էության հանգում է դրան։ Ժողովուրդը չափելը բավական դժվար է։ Եթե քանակությամբ ասենք, ուրեմն այդ օրինակը, որ ժողովրդի 1/3-ը միտինգի էր մասնակցում, սա արդեն ժողովրդի չափանիշ է։ Ինչքանով կարող ենք մի քանի տասնյակ հազար մարդկանց ժողովուրդ կոչել, սա էլ հարց է։ Այնպես որ ես դժվարանում եմ սա ասել, բայց կարծես թե այսօր էլ մեր ժողովուրդը մեծ մասամբ մնում է խաղաղ փոփոխությունների կողմնակից։ Իմ համար չափանիշը գուցե միամիտ, հա, չափանիշը բռնությունն է, այսինքն եթե ես դեմ եմ բռնությանը, որը կիրառել է իշխանությունը եւ շարունակում է կիրառել իշխանությունը պահելու համար 95-96 թվականից սկսած, ապա ես դեմ եմ ընդհանրապես բռնությանը եւ դեմ եմ նաեւ բռնությամբ այդ ոստիկանական գունդը գրավելու։ Դա չափանիշ է թե չէ։ Ինձ թվում է, որ դա չափանիշ է։ Դա նաև հասարակության զարգացածության ցուցիչ է։ Այսինքն եթե գնում ենք բռնության, մեզ համար ընդունելու են բռնության չափանիշները, պետք է հաշվի առնենք, որ մեր դիմացինը ըստ էության պատմական ճանապարհի մեր ուղեկիցն է հայ մարդը, անկախ նրանից որ ճամբարում է։ Եթե մենք գնում ենք բռնությամբ դա փոփոխելու ճանապարհով, ապա մենք պետք է ընդունենք, որ նա էլ կարող է իրեն իրավունք վերապահել պատասխանել բռնությամբ։ Բռնությունից հրաժարվելը կարծում եմ պետք է լինի երկու ստեկ, երկու կողմերն էլ պետք է զերծ մնան բռնության ճանապարհից եւ փառք Աստծո կարծես թե մեծ մասամբ այսօր մենք այդ բռնությունից զերծ ենք մնում, չնայած որ դեպքեր կան արձանագրում են, եթե չեմ սխալվում, երկու ոստիկանի վրա էլ այսօր գործ կա հարուցված բռնություն կիրառելու համար, նախորդ օրվա 64 ձերբակալվածներից 63 ազատ են արձակվել, ըստ էության համամասնությունը կարծես պահպանվում է, բայց բռնություն չկիրառելը քաղաքակրթական արժեք է, այսինքն եթե մենք քաղաքակիրթ ազգ ենք, զարգացածության մեր մակարդակով հիանում ենք եւ գովազդում ենք դա, ապա պետք է հիշենք, որ բռնությունից զերծ մնալը հենց դրա ցուցիչն է։ Ապստամբ բառը, ապստամբություն բառը, հա, մասնագիտորեն ինչպես կբնութագրեիք։ Ապստամբ բառը, եթե հայերենով ենք նայում, պահլավական ծագում ունի, ստամբա, ապստամբա ձևով, կնշանակի չհնազանդվել, ընդդեմ գնալ, դա կլինի իշխանությանը, թե ինչ-որ բանի, եւ շատ հետաքրքիր որ հայերեն բառապաշարում մեր հիմնական արմատական եւ այլ բառաները միշտ փորձ են կատարում կոնկրետ բառի իմաստային հակարժեքը ցույց տալ եւ հետաքրքիր ձևով ապստամբի հականիշը հլու եւ հնազանդն է։ Այսինքն ըստ էության, եթե փորձենք վերագրել, ասենք, իշխանություններին կամ օտար բռնակալությանը դեմ ապստամբ լինելու գաղափարին, հակառակ թվում կտեսնենք հլուին եւ հնազանդին։ Այսինքն ապստամբը ըստ էության կարող է ունենալ որոշակի դրական նշանակություն եւ մեր լեզվում դա իր տեղը գտել է։ Քանի որ մենք դրանքից ունենք նաեւ խռովությունը, որը արդեն ապստամբության բացասական տարբերակն է, երբ որ մի երևույթ գալիս է խռովելու պետության անդորը, վնասելու հասարակական ուրեմն կառուցվածքին, հասարակության բարոյականությանը եւ այլն, սա խռովություն է։ Մեծեժը, հա, այսպես ասած։ Խռովությունը գուցե միծեժ կարելի է թարգմանել, հայերենում փաստորեն ապստամբությունը որոշակի դրական իմաստ ունի, խռովությունը որոշակի բացասական, երկուսն էլ վերաբերվում են հակաիշխանական, հակաբռնակալական ցույցերին, ինչպես կլինի դա արդյունքի առումով, նաև որդեգրած մեթոդների առումով, ըստ այդմ վերջն արդյունքում կգնահատվի որպես ապստամբություն կամ խռովություն։
Կալումները փոխվում են, հա, եթե ամենահայտնի դեպքը վերցնենք բոլշևիկների ուրեմն հեղափոխությունը, ապա 70 տարի այդ հեղափոխությունը համարվում էր շատ ճիշտ եւ շատ բնականon, այնուհետեւ մի 20 տարի համարվում էր սխալ, հիմա նորից Պուտինի իշխանությունը կարծես թե արդարացնում է դա, այսինքն դա կախված է ոչ միայն հասարակության անկալումներից, այլև պաշտոնական քարոզչության վերաբերմունքից։ Միշտ ապստամբությունները պետք է դիտարկել 4 հաջորդական շղթաներով. անձ, գործողություն, ժամանակ, արդյունք։ Այս երբ որ նայում ենք այս 4 դիտանկյուններից հերթականորեն, մենք տեսնում ենք, որ ըստ էության գնահատանքը հենց այս ամեն ինչի վրա է կառուցվում։ Օրինակ անձ, ով է արել, ով է կանգնած գլուխ, ով է ընդդեմ, նաև ինչպիսի հերոսի հետ գործ ունենք։ Երկրորդը գործողություն, մեթոդների առումով բռնի կլինի, խաղաղ կլինի եւ այլն։ Ժամանակը դրա պահանջն ուներ, կային արդյոք այլ գերխնդիրներ, որոնք կարող էին հակադրվել գործողությանը, ինչպես այսօր, չէ՞, ասում ենք, սա օգուտ է Ադրբեջանի, չէ՞, այդպիսի խոսակցություն է շրջանառում, այսինքն ըստ էության նաև ժամանակի գնահատականը պետք է տրի եւ վերջո արդյունքը։ Ցանկացած տապալված ապստամբություն ի վերջո գնահատվելու է բացասաբար։ Ցանկացած հաղթած ապստամբություն ի վերջո գնահատելու է դրական, ինչպես ուզում է լինի։ Հիմա ինչպես է եղել 70 տարի հետո սովետական միությունը փլուզվել է, եկել են նոր մարդիկ, որոնք պետք է հերքեին հինը։ Ճիշտ սովետական ինտերնացիոնալի ոգով, այսին աշխարհը պիտի քանդենք մենք միջև ինքերը եւ հետո եւ այլն, չէ՞։ Իսկ ըստ էության գալիս են պետք է մերժեն անցյալը սեփականը հիմնավորելու համար, որտեղ ըստ էության հեղափոխություն է 91-ին տեղի ունեցածը հեղափոխական բան էր։ Մի պետությունը գնաց, տեղը եկավ բոլորովին այլ բնույթի պետություն։ Հիմա ինչ կլինի հիմա Պուտինյան վարչակարգը, ես էլ տեսնեմ, որ ինքը սիրում է սովետական միությունը եւ գովազդում է եւ հաճախ ասում է նա ով սովետական միությունը չի կարոտում սիրտ չունի, այդպիսի բան է ասում, բարձր որ նա պետք է որոշ չափով դա անի։ Իհարկե սա հակասության մեջ է մտնում նաեւ ցարի հետ, որը իր ժամանակ ընկալում էր որպես կարմիր կամ արյունոտ ցար, սովետների օրոք որպես ուրեմն դաժանագույն տիրակալ, սովետից հետո սրբացրեցին, եթե հիշում եք, հատուկ սրբադասման արարողություն արեցին։ Որտեղ բոլշևիկները գնդակահարեցին ոչ միայն նրան, այլև նրա ամբողջ ընտանիքը։ Այո, եւ այս ամեն ինչի մեջ մենք տեսնում ենք, որ ցանկաց ժամանակը ամենակարևոր ցուցիչներից մեկն է, անձ, գործողություն, ժամանակ եւ արդյունք։ Գալիս է արդյունքը, արդյունքից հետո դարձյալ ժամանակը ամեն ինչ վերցնում է իր ձեռքը։ Ամեն մի իշխանություն, նայած իր քաղաքական կարգավիճակին եւ նպատակներին, սկսում է տվյալ ապստամբությունը գնահատել ինչպես ուզի։ Մեր պատմության մեջ ունենք մայիսյան խռովություն, ապստամբություն կոչվածը, որը այսօր կոչում են խռովություն 20 թվականի կոմունիստների, դրա խորքերը չմտնեն, բայց բավական անհեռանկարային ելույթ էր դա, նույնիսկ չէր 1920 թվականի։ Այո, նույնիսկ չէր խրախուսվում սովետական Ռուսաստանի իշխանությունների կողմից, նույնիսկ Կովբյուրոն Թիֆլիսի ասում էր, դա թողեք եկեք այստեղ օգնության կարիք կա, ինչ եք այդտեղ լույս բարձրացել, եւ այս ամեն ինչի մեջ հիմա սովետական միության ժամանակ սա համարվում էր գերհերոսական արարք, հիմա տեսնում ենք, որ այստեղ եղել է պարզ խռովություն, որը հարվածել է Հայաստանի շահերին, թույլատրել երկիրը, Ռուսաստանի հետ ճշնամությունը խորացրել եւ այլն, եւ դեպության գնահատականը տալիս ենք։ Հիմա Աստված գիտի, տարիներ հետո ինչպես դա կգնահատվի։ Եվ հակառակը դաշնակցության Պետերվարյան ավանտյուրային, ասում չէ, սովետական պատմաբանները, որը նույնպես, չգիտեմ, հաջողված, չհաջողված, ճիշտ է, սխալ, ով կարող է։ Դաշնակցության այդ երևույթը սովետական միությունը գնահատում էր այդպես, բայց այստեղ կա մի ուրիշ բան։ Երբ որ նայում ենք աղբյուրներին, մենք տեսնում ենք, որ այստեղ ոչ թե եղել է կազմակերպված այսպես մեկ կենտրոնից միանգամից պայթած ապստամբություն, այլ ժողովրդի սպոնտան ապստամբություն, այդ դաշնությունների բռնությունների ալիքի տակ, որի գլուխ կանգնել է դաշնակցությունը։ Գնացին բանտերից հանեցին դատապարտված դաշնակցականներ, որոնք բոլորը բացարձակ մեծություններ, ուրեմն Փիրումյանն էր այնտեղ էր Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Շանթը եւ այլն, այսինքն բացարձակ մեծություններ, ում ժողովուրդը սիրում էր եւ որոնց բանտում սպանելու էին, եթե գեթ մեկ գիշեր ուշացնեին։ Սա սպոնտան ապստամբություն էր։ Փոխարենը տեղի ունեցավ 30 թվականի Զանգեզուրի ապստամբությունը, բավական անհայտ երևույթ, երբ որ դարձյալ ժողովուրդը Զանգեզուրում ապստամբեց եւ կարծես օգնության համար դարձյալ հիշեցին դաշնակցությանը։ Նույնիսկ խոսակցություններ կան եւ բավական հիմնավոր դաշնակցական որոշ գործիչներ 30 թվականին Պարսկաստանից անցել են Զանգեզուր եւ եկել են այդ ապստամբությունը ղեկավարել։ Ապստամբությունը եղել է ապստամբություն սոցիալական բնույթի, ժողովրդին ճնշել են այդպես կուլակաթափման պրոցեսներ, գնդակահարություններ, աքսորներ եւ այլն, եւ եղել է ապստամբություն։ Սովետի ժամանակ մեկը մոռացել էին 30 թվականին, 21-ին ավանտյուրա էր։ Հիմա երբ որ նայում ենք, հասկանում ենք, որ դա եղել է պարզ ապստամբություն տվյալ սարսափելի բարքերի դեմ։ Ավելին ասեմ, այդ ապստամբությունը բերեց նրան, որ
արմատական կոմունիստներին Աթարբեկով եւ այլն հետ քաշեցին, տեղ ուղարկեցին բավական չափավոր կոմունիստների, որոնք Հայաստանում զգալի աշխատանքներ արեցին, ժողովուրդը կարծես, Միասնիկյաններ եւ այլն, Կասյանը մյուսները, որոնք ավելի դրական կերպարներ էին, Աթարբեկով չէին։ Եվ նրանք կարողացան ժողովրդի մեջ աստիճանաբար ներդնել նոր կարգերի դրույթները։ Միջև այդ նրանք ուղղակի հակադրության էին բերել, ծնելով Փետրվարյան ապստամբությունը։ Ապստամբելու իրավունքը, հա, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում 49 թվականի մակի, հա, ասվում է պրեամբուլայում, որքան գիտեմ, ասվում է, որ կոպիտ ասած, եթե իշխանությունը համահանում է, ապա նա չի պիտի հասցնի նրան, որ ժողովուրդը ապստամբի։ Դա ապստամբության իրավունք է ամրագրված։ Ուրեմն դա ոչ թե ապստամբության իրավունք է, ապստամբության իրավունք այսպես արտահայտությունը միայն մի դեպքում կա արձանագրված որպես այդպիսին, դա Ֆրանսիայի հեղափոխության 1789-ի այդ հռչակագրում էր մարդու եւ քաղաքացու իրավունքների, իսկ օրինակ Ամերիկայի անկախության հռչակագրում եւ հետագայում նաեւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում գրած է հետեւյալը. մարդկանց իրավունքները չոտնահարել այնպես, որ մարդը ստիպված լինի, ժողովուրդը ստիպված լինի դիմի ամենածայրահեղ վերջին քայլին, ուրեմն ապստամբությանը, իշխանության դեմ։ Դրանով արդարացվում է ապստամբությունը։ Ըստ էության կարծես թե այո, բայց այստեղ կա դժվարություն ժողովրդի չափումը։ Ի վերջո, երբ որ ասում ենք ժողովուրդ, ինչ նկատի ունենք։ Արդյոք մի խմբի մեծ թե փոքր կատարածը ապստամբությունը, ժողովրդի ապստամբությունը, թե ոչ։ Սա ինչպես է չափվելու, եւ այս չափում մնում է ամենադժվարին բաներից մեկը։ Ըստ այդմ, եթե գործողություն անողները փոքր խմբով են լինում, պահանջները ըստ էության քաղաքական չեն եւ այլն, նրանց կարող են դասել բաների ահաբեկիչների շարքը, մի քիչ ավելի մեծ խմբի հետ փորձում են ավելի արագ լեզու գտնել, բայց ըստ էության ժողովրդի չափման խնդրեմը բերում է նրան, որ այս ժողովրդի ապստամբության իրավունք կոչվածը, որը բխում է մարդու բնական իրավունքների տեսություններից, մնում է այսպես իրավականորեն չարդարացված, մնում է անօրինական։ Եթե դու դուրս ես գալիս ժողովրդի անունից խոսում ես, դա դեռ չի նշանակում, որ դու ժողովուրդ ես։ Այս հենց այս չափումն է, որ դժվարացնում է գործը։ Դառնալով էլի բոլշևիկյան հեղափոխությանը, դրան նախորդել է բուրժուական հեղափոխությունը, Կերենսկու եւ այլն, հա։ Ուրեմն մտավորական, չգիտեմ, բուրժուական մտավորականությունը դուրս է եկել ցարի դեմ։ Բայց նրանց պայքարից օգտվեց երրորդ ուժը, այսինքն մարդիկ, ովքեր գալով իշխանության ոչնչացրեցին թե ցարի կողմնակիցներին, թե բուրժուազիայի կողմնակիցներին եւ հիմնվում էին շատ ստորին խավերի վրա, որոնք հպարտությամբ ասում են, որ մենք ձեր համասարանները չենք ավարտել։ Հնարավոր է այսպիսի վիճակ ժամանակակից Հայաստանում։ Բավական այսպես խորքեր պարունակող հարց է, եթե ասեմ իմ տեսակետը, ապա անմիջապես կասեմ ոչ։ Նախ դարաշրջանն է այլ եւ հետո մեր ժողովրդի հասարակական կառուցվածքն է այլ։ Եթե մենք նայում ենք ուրեմն ռուսաստանյան իրականությանը, ապա բանվորների եւ գյուղացիների քանակությունը չափազանց մեծ էր եւ հնարավորությունը նրանց օգտագործել հեղափոխության մեջ բավական հնարավոր։ Հայաստանի պարագայում մենք գիտենք, որ նախ ունենք ուրբանիզացիայի բավական մեծ քանակ եւ ունենք բավական այսպես ոչ ակտիվ գյուղացիություն։ Ըստ էության գյուղացիության եւ բանվոր դասակարգի հիմա վրա փորձ կատարել ինչ-որ փոփոխություններ իրականացնել երկրում, կարծում եմ հեռանկարային չէ Հայաստանի պարագայում։ Երկրորդը այս պայքարից եթե երրորդ ուժը կարծես ճիշտ հասկացա չէ ձեր հարցը, երրորդ ինչ-որ մի ուժ փորձի ուրեմն հաջողություն ունենալ, ապա դա ես տեսա հենց մեր հանրահավաքների ժամանակ, երբ որ հայտնվել էին 6-7 ղեկավարներ եւ փորձում էին միտինգը ղեկավարել։ Բախվեցին, ստիպված ժողովրդի մեջ հարցում անցկացրեցին, ի վերջո միտինգի թե էությունը, թե բովանդակությունը հավասարեցրեցին 0 եւ քաշվեցին մի կողմ։ Այսինքն երրորդ ուժը իր տեղը չգտա։ Հայաստանում ձևավորվում է այսօր մի ընդդիմություն, որը ղեկավարելու կարիք ունի, բայց գտնվում է ղեկավարի փնտրտուքի մեջ։ Այսինքն բացի այն, որ ինչ խավեր կօգտագործվեն շարժման մեջ, որ դեռ անհայտ է նաև թե ովքեր են ղեկավարելու այս շարժումը, արդեն փաստ է, որ նախորդ շրջանի ղեկավարներից ընդդիմության, որ նայում ենք, չկա որևէ մեկը, որ այդ շարժումը կղեկավարի, դա ցույց տվեց փողոցը 3 եւ նախորդ օրը։ Դա արդյոք չի խոսում մեր քաղաքական համակարգի ամլացման մասին, հա, որովհետև
ավանդական, այսպես ասեմ, քաղաքական գործիչները, թե պատգամավորները, թե ոչ պատգամավորները, նրանք այլևս ընկալելի չեն։ Այս պայմաններում հնարավոր է, որ գա պարզապես ինչ-որ մի ավանտյուրիստ։ Նման պայմաններում ավանտյուրիստների հայտնվելը միշտ շատ հնարավոր է, իհարկե։ Կողքից գնային եւ կփորձեն անմիջապես օգտվել առիթից։ Ես չեմ խոսում արտաքին ուժերի մասին, նրանք միշտ էլ կփորձեն միջամտել, ինչ-որ շահեր առաջ տանել։ Խոսքը ներքին դաշտի մասին է։ Բայց այսօր վիճակը չափազանց ծրված եւ չափազանց վտանգավոր է, որովհետեւ ավանտյուրիստները հայտնվեն։ Սա ամենահետաքրքիր բաներից մեկն է։ Խաղաղ ցույցերի դեպքում միշտ էլ ավանտյուրիստները կկարողանան։ Իսկ այսօր բախումնային է վիճակը։ Կան զինված մարդիկ, որոնք զորամաս են գրավել, կա ոստիկանություն, որը պատ է կազմել եւ բավական օրինական ու խիստ մեթոդներով փորձ է կատարում ուրեմն ժողովրդական հուզումները հասցնել մինիմումի եւ այս վիճակում ավանտյուրիստները ստեյության անելիք չունեն։ Նման վիճակում իրենց համար բավական վտանգավոր է հայտնվել, նրանք դեռ կսպասեն։ Բայց հայկական իրականության մեջ կարծում եմ ամլության տեսակետից մի խնդրեմ տեղի ունեցավ, որը այսպես ասենք ժամանակին իր արդյունքը տվեց, դրական թե բացասական չասեմ, բայց հիմա արդեն բերեց խնդրեմի։ 11-12 թվականներին սկսեց շրջանառվել խորհրդարանական ընդդիմության գաղափարը։ Այսինքն ասում են հետևյալը. ընդդիմությունը թող լինի խորհրդարանում ինչ ուզում է թող անի, իր ընդդիմադիր հայացքները ցույց տա եւ այլն, եւ ինչ կորոշի խորհրդարանը, դա կդառնա ընդհանուր հասարակական ցուցանիշ։ Եվ երբ որ 12 թվականի ընտրություններում ձևավորված ազգային ժողով մուտք գործեցին ըստ էության ժամանակի բոլոր ընդդիմադիր ուժերը, չնչին տոկոսաչափերով, չէ 5%, 6 եւ 7, եթե չեմ սխալվում, ամենացածը դե 5 է, ամենավերինը 7 էր, բանի հակի պարագայում էր այդքան։ Ըստ էության մենք տեսանք, որ փողոցը դատարկվեց ընդդիմությունից։ Այսօրվա տեղի ունեցածը իմ կարծիքով գուցե սխալվում եմ, փողոցի պատասխաններ տվյալ բավական այսպես խոցելի գաղափարախոսության խորհրդարանական ընդդիմություն կոչված գաղափարախոսությունը բավական խոցելի էր եւ այսօրվա տեղի ունեցածը փողոցի պատասխաններ։ Իսկ փողոցում պետք է լինեն ընդդիմադիրներ։ Փողոցը պետք է դուրս չմնա քաղաքական գործընթացներից։ Հայկական փողոցը քաղաքական փողոց է, այստեղ դու չես կարող նրանց դուրս թողնել ամեն ինչ անել խորհրդարանում։ Խորհրդարանից դուրս գտնվող մարդիկ աշխատելու են փողոցում։ Փողոցը ես որ ասում եմ վատ իմաստով չեմ ասում։ Դրսի խորհրդարանից դուրս մարդկանց նկատի ունեմ եւ սա հենց այդ դրսի փողոցի մարդկանց պատասխաններ, փողոցի ընդդիմադիրների պատասխաններ խոցելի գաղափարին։ Ես խնդրում եմ հիշեցրեք ինչպես է հանձնվել Կարսը, որովհետև հիմա ասում են, որ այս բաների պատճառով կարող են ինչ-որ մի բան հանձնվել, հա? Այս բախումների պատճառով։ Հասկացա ինչ նկատի ունեք։ Ուրեմն այստեղ խնդիրը ինչն է։ Կարսի հանձնում ամենաչարչրկված թեմաներից մեկն է մեր պատմության մեջ, որոնց գիտեմ, որ դա ամենացավալի բանն է մեր նորագույն պատմության մեջ։ Կարսից ցավալի, գուցե մեկ էլ ավելի ցավալի իհարկե գենոցիդն է։ 5-6 տարվա տարբերությամբ Կարսը տվյալ ժամանակ դու գիտեք որ Կարսի մարզը երբ որ ցարական կայսրության մեջ էր մտնում այդ ուղղությամբ դեպի Օսմանյան կայսրությունը ամենահիմնական բերդերից մեկն էր, եթե չասենք ամենահիմնական ամրությունն էր։ Եվ երբ որ անցավ Հայաստանի առաջին հանրապետությանը Կարսի մարզը, այդ ժամանակներից նաև շատ ամրացված բերդաքաղաք էր նաև մեր հանրապետության համար։ Հիմա երբ որ թուրք-հայկական պատերազմը պետք է սկսվի, երկրում կային լուրջ խնդիրներ։ Մայիսյան խռովությունից հետո հասարակությունը երկփեղկված էր, կարմիրների կամ բոլշևիկների քարոզչությունը ծայրակետին էր հասել, նրանք նույնիսկ թուրքերին ներկայացնում էին որպես դրական, կոմունիստներ արդեն, բոլշևիկներ, դաշնակներին կամ իրենց տերմինով եմ ասում դաշնակներին, դաշնակցությանը ներկայացնում էին որպես միջազգային իմպերիալիզմի գործակալ եւ այլն, եւ ժողովրդի մի զգալի հատված, որը պարզ է այդ դժվարին պայմաններում իշխանությունը կարող էր իշխանությունից դժգոհ լինել լոկալ եւ ամբողջական մակարդակներում, նրանց հասցրեցին մի վիճակի, որ թուրքերի հարձակման ժամանակ մեր երկու ճակատներից մեկը պայքարեց ամբողջությամբ Սուրմալոն դրոյի գլխավորությամբ, թուրքերը նույնիսկ մեկ թիվ առաջ չեկան, իսկ Կարսում նահանջը այնպեսի ուրեմն հախուռն ստացվեց, որ պաշտպանությունը կարծեմ 3 օր տևեց, եթե չեմ սխալվում, գուցե 1-2 օրվա շփոթում, բայց հիմա ասում են թե այդ ամրոցը հնարավոր է շատ երկար պաշտպանել։ Ցավոք սրտի զինվորների մի զգալի մասը չկռվեց։ Ասում են, որ թուրքերը գալիս էին կոմունիստական, բոլշևիկյան պոպոզավոր գլխարկներով, չգիտեմ, ասում են չէին կռվում դեմները։ Ես չգիտեմ, բայց մի պատմության դասել դա է, ժողովրդին չի կարելի հասցնել այն վիճակի, որովհետեւ նա չպայքարի սեփական
ամրոցի, սեփական բերդի համար եւ սահմանները զիջի թշնամուց ամենասարսափելին է։ Մենք ապրիլին ունեցել ենք թռիչք, ոգու, գաղափարի եւ այլն, մեր զինվորները կրծեր հրամանատարությունը եւ այլն կարողացան հերոսաբար կազմակերպել այդ ամբողջ պաշտպանությունը եւ հիմա եթե մենք չկարողան, այսինքն նման հերոսական դաշտը տանենք սխալ ուղղությամբ, ապա կստանանք Կարս։ Զիջման տարբերակում պատասխանեմ, որ Կարսի հանձնումը ըստ էության դարաշրջանի վերքի Հայաստանի ծանրագույն կացության հետևանքն էր։ Հիմա Փառք Աստծո դարաշրջանը այլ է, մի փոքր Հայաստանը ավելի լավ վիճակում է։ Ավելին ներքին ընդդիմության այս ակցիան, ես որքան հասկանում եմ, իշխանությունները խելամտորեն կարողացան օգտագործել դրսի լսարանի համար, ցույց տալու համար, որ մեզ հանկարծ չպարտադրեք զիջումների, որովհետև ներսում կարող ենք ունենալ զինված ցույցեր։ Ես կարծում եմ, որ սա նպաստեց հայկական դիրքի կոշտացմանը զգալիորեն։ Ես չգիտեմ, մյուսները այլ կարծիքներ են ասում, իմ տեսակետով սա լավ խաղաքարտ է։ Գուցե թե այս շարժման ճնշումը կամ նրանց դեմ այլ քայլերի ձեռնարկումը բխում է հենց այս տրամաբանությունից։ Ես ուզում եմ այսպես հասկանալ, որովհետև այս շարժումը բավական օգուտ տվեց իշխանություններին դրսի լսարանի առջև։ Ժամանակակից հասարակական դիսկուրսը, շարունակում է մնալ ռաֆուկ այծերի մոտավորապես ազգային ազատագրական պայքարի մակարդակին, այսինքն ֆիդայիներ, երկրապահներ, չգիտեմ, ազգի նվիրյալներ, ծռեր եւ այլն եւ այլն։ Մենք չենք ասում զինծառայողներ, չենք ասում պատերազմի վետերաններ, մենք ասում ենք ազատամարտիկներ։ Դա օգնում է մեզ թե խանգարում է։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի համար դեռևս տարանջատված չէ եւ թերևս երբեք էլ չտարանջատվի կամավորից միջև կանոնավոր բանակ այդ դաշտը, եթե կամավորը մեկ բան է, կանոնավոր բանակը երկրորդ բանը։ Մեր ժողովուրդը սկսած ֆիդայական շարժման ժամանակներից կանոնավորականությունը դարձրել է որոշ չափով ապրելակետ, որոշ չափով գաղափարախոսություն եւ կարծես մեր կամավորականությունը մեր պատմությանը պարգևել է ամենահերոսական դրվագները մեր պատմության մեջ։ Դրա համար կամավորությունը տարանջատել բանակից եւ ինչ որ չափով հակադրել, ասել եթե կանոնավոր բանակ, ապա կամավորականությունը պետք է չլինի, ես սրա կողմնակիցը չեմ։ Կամավորականությունը ունի անօրինական զենքեր, կարող է իրեն թույլ տալ այնպիսի բաներ, որոնք պետության մեջ ընդունելի չեն եւ այլն։ Դա կա, դա եղել է առաջին հանրապետության ժամանակ, ցավոք սրտի եղել է նաև երրորդ հանրապետության ժամանակ, բոլորս էլ գիտենք, կամավորականությունը ինձ թվում է կարելի է վերահսկել։ Վերահսկել կամավորը փառք ու պատիվ իրեն, պետությունը պարտք ունի իր առաջ, ցմահ պարտք, մեդալներ կարելի է տալ, մեծարել եւ այլն, բայց խաղաղ պայմաններում զրկել զենքից։ Սա պետության իրավունքն է եւ պարտավորությունը։ Եթե թողեցիր կամավորին զինված, ոչ միայն կամավորին, որևէ մեկին զինված թողեցիր, զենքը այնպիսի բան է, որ մի օր օգտագործման ճակերտներով պահանջ կներկայացնի, ըստ էության դու պարտավոր ես քաղաքացիական կյանքում քաղաքացուն զրկել զենք կրելու իրավունքից, պատերազմում խնդրեմ։ Իհարկե, երբ որ կա կանոնավոր բանակ, ապա կանոնավոր բանակը ունի մի շարք առավելություններ, թե պետության պաշտպանության, թե ղեկավարելիության եւ թե պահեստի, ուրեմն պահեստազորի առումով, այնպես որ սա կարելի է զուգորդել, այսինքն մշտապես ունենալ կանոնական բանակ, իսկ սրության պայմաններում, պատերազմական բռնկումների պայմաններում միշտ կարելի է օգտագործել կանոնավորության ինստիտուտը, չօգտագործես էլ ինքը ծնվելու է մեր ժողովրդի ներսում, որովհետեւ հոգեբանական մի բան է։ Ես ինքս պահեստազորի սպա եմ, այս դեպքերին առաջարկ եղավ կամավոր կարգավիճակում գնալու, ես ավելի նպատակահարմար համարեցի, որպես պահեստի սպա գնալ բանակի կազմում, թեև մեզ այդպես էլ չզորակոչեցին։ Վերջին հարցը, հեղափոխությունը ճնշելուց հետո, որքան ես գիտեմ պատմությունից, սկսվում է ռեակցիան, այսինքն սկսվում է, այսինքն չենք թողի, որ մենք այսպես խոսենք, ազատ եւ այլն եւ այլն։ Հեղափոխության հաղթանակի դեպքում սկսվում է տերորը, այսինքն կարմիր տերորը, յակոբինացիների եւ այլն եւ այլն։ Այդ երկուսից հնարավոր է խուսափել։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է հեղափոխության մասշտաբներից կամ փորձի, հեղաշրջման փորձի մասշտաբներից կամ ապստամբության փորձի։ Խնդիրն է, որ եթե ցանկացած
մեկին վերցնենք, ասենք դու իշխանություն ես, նա իր տեսակետով եթե նայի ապստամբության չափին, կհասկանա թե ինչ չափով է պետք ճնշումից հետո այսպես շագերտներով մակրազերծել հասարակությունը։ Եթե մասշտաբները մեծ են եղել, բարձր որ նման գործելավոճը մասշտաբային կլինի, որովհետև ցանկացած իշխանության ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականությունն է պետական կարգը պահպանելը, որովհետև ապստամբության փորձ կատարածները կարող են այդ փորձը կրկնել։ Հիմա ապստամբությունը չեմ ասում հենց այսօրվա տղաների օրինակով, այլ ընդհանրապես այդ փորձը պետք է պետության տրամաբանությամբ ճնշվի։ Նայած մասշտաբից, սա պետք է ճնշվի ավելի փոքր կամ ավելի մեծ մասշտաբային ճանապարհով։ Կարծում եմ, որ մեր իրականության մեջ երկկողմանի ողջախոհությունը կբերի նրան, որ այս ցույցի կամ այս ապստամբության կամ այս քայլից հետո հասարակության մեջ այսպես մակրազերծումներ չեն լինի։ Ես վստահ եմ, որ չեն լինի, որովհետև թե երկու կողմն էլ բավական ողջախոհ են հիմա գործում, խուսափելով սպանություններից, խուսափելով հասարակությանը վնասելուց, պարզապես ուզում են իրենց պահանջները մեկ-մեկ ու երևի ինչ-որ չափով նաև հասանելի դարձնել, եւ կարծես ինչ-որ ձևով խնդիրը գնում է դեպի կարգավորում, չգիտեմ, իմ տրամաբանությամբ արդեն խնդիրը գնում է դեպի հանգուցալուծում, ինչպես կլինի, ես չգիտեմ։ Բայց համակրանք ունենալով երկու թևի նկատմամբ, էլ չես կարող Ղարաբաղյան պատերազմի սիմվոլների նկատմամբ համակրանք չունենալ, չկա մեկ այս հասարակության մեջ, որ հակառակն ասի, ես չեմ հավատում։ Եվ նաև մեր իշխանություններն են, ի վերջո չլինելով իշխանական կուսակցության ներկայացուցիչ, ես մի բան կասեմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ մենք ստիպված ենք պարտավոր ենք նաև որոշակի համակրանք իրենց նկատմամբ ունենալ, գուցե նաև որպես Հայաստանի քաղաքացի։ Դες շատ քննադատելու են այդ արտահայտության համար։ Գուցե, ես ասում եմ, ես ասենք քաղաքական այդ կուսակցության անդամը չեմ, բայց ինձ համար կա երևույթ, կա պետություն, պետական իշխանություն եւ այս մյուս թևում էլ կանգնած են նախկին հերոսներ, գուցե նաև ներկա հերոսներ, չասեմ նախկին, գուցե բառը լավը չէր։ Բայց եթե Խանդոյանի եւ Մանուկյանի նկարներով սերունդ ենք մեծացել, նրանց մասին ֆիլմեր ենք անել, այսօր նրանց հակահերոս դարձնել չենք կարող։ Այնպես որ կարծում եմ, այս հանգուցալուծումից հետո մեր իշխանություն, հասարակություն, ընդդիմություն դաշտը կգնա այսպես դրական լուծումների, խաղաղ լուծումների ճանապարհով եւ կարծում եմ ամեն ինչ ավելի հանգիստ կստացվի։ Իսկ հեղափոխության հաղթանակի դեպքում տերոր, այսինքն Արամ Աբրահամյան, դու ասում էիր, որ սխալ էր, հա, գունդը գրավելը, դե արի պատի մոտ քեզ կանգնացնեն գնդակարին։ Սա ընդհանրապես տարակարծությունը հասարակության հարստությունն է։ Մեզանում մենք սովետական միությունից հետո սովոր ենք տարակարծության մեջ տեսնել հակադարձություն, թշնամանք, իրար օտարել, եթե դու իմ հետ չես, ուրեմն իմ թշնամին ես եւ այլն եւ այլն։ Բայց իրականության մեջ նման տարակարծությունները բնական է։ Ես կարծում եմ, որ այսօրվա ընդդիմադիր դաշտի շատ-շատերը գնդի գրավմանը դեմ են, մի մասը նաև կողմ է, այնպես որ այս չափանիշը ասել, որ դեմ է ընդդիմադիր չի կամ վատ մարդ է եւ հակառակը սխալ է։ Հիմա եթե ապստամբությունը հաղթում է ինչ-որ մի տեղում, ապստամբները բարձր որ պետք է վերցնեն արագ լծակները իրենց ձեռքը։ Հիմա եթե ապստամբները լծակ են վերցնում իրենց ձեռքը, ապա դա պետք է անեն մաքսիմալ սեփական իշխանությունը ամրապնդելու բանով։ Հին աշխարհում, հին Հռոմում անում էին սեցեսիոն ճանապարհով, պրոսկրիպցիոն ճանապարհով։ Նախորդ իշխանության եւ նրա համակիրներին սև ցուցակներ էին վերցնում եւ բոլորին վերացնում էին։ Ավելի Հիմա այդպես չլինի։ Չէ, հույս ունեմ, որ Աստված մի արած եթե Հայաստանում նման ընթացք լինի, Աստված մի արած որ հանկարծ նման դեպքեր տեղ ունենան, որովհետեւ դա արդեն մի կողմից մեզ օգուտ չի հայերիս եւ երկրորդ կողմից արդյոք դա խնդրի լուծում կլինի, որովհետեւ միշտ էլ կհայտում են մարդիկ, որոնք նրանց ընդդեմ հանդես կգան եւ ամեն անգամ հասարակությունը իրենց տեսակետով մակրազերծելով, չգիտես ուր կհասնես։ Ըստ այդմ կարծում եմ, որ Հայաստանում ընդհանրապես ապստամբությունների հաղթանակի դեպքում միշտ էլ ապստամբները եթե հաղթում են, իշխանությունը ամրագրելու համար որոշակի մակրազերծում անում են ավելին քան կանեն իշխանությունները, եթե տվյալ ապստամբությունը ճնշեն, որտեղ իրենք արդեն լծակներին տիրապետում են, ճնշելու պարագայում զուտ ապստամբական այդ մակարդակը կմաքրեն։ Իսկ ապստամբները հաղթելու պարագայում որպես կանոն մաքրում են ամեն ինչ։ Այսին աշխարհը կքանդենք մենք սկզբունքով։ Հետ է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Իմ զրուցակիցներ, սիրելի բարեկամներ, պատմաբան Արման Եղիազարյանը, մենք կհանդիպենք վաղ, ցտեսություն։